Քանի որ գիտենք, երբեք խոստացված չի, որ քրիստոնյայի կյանքում չի գալու դժվարություններ, ապա ինչպես է հնարավոր դժվարությունները անցնել հեշտ, հենվելով Տիրոջ խոսքի և խոստմունքների վրա։ Սաղմոս 27-ում Դավիթ թագավորը գրում է. «Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումից պիտի սարսափեմ, չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինը ուտեն, իմ հակառակորդներն ու թշնամիները սահում և վայր են ընկնում։ Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա, եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ։ Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ և վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդածեմ, որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա»։ Ըստ այս խոսքի մենք տեսնում ենք, որ վստահ կարող ենք լինել նրանում, որ աշխարհի վրա ամենաապահով տեղը դա Տիրոջ բնակարանում բնակվելն է, Տիրոջ ծածկոցի տակ լինելը։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ կբարձրացնի նույնիսկ մեր ամենաընկած վիճակից և նույնիսկ ամենադժվար պահերին մենք իր ծածկոցի տակ ապահով կլինենք։ Տերն է մեր լույսն ու մեր փրկությունը, մենք ինչի՞ց պիտի վախենանք։